Հիմա Տեր եւ Թագավորը ամեն անունից բարձր, ամեն իշխանությունից ավելի բարձր նստած զորության աջ ձեռքի վրա, հալելույա, Հայր Աստծո աջ ձեռքում։ Թող քանի վայրկյան նրան փառաբանենք, նրան մեծարենք, այս Տերոջը, որ ամեն բանը ուրացավ, ամեն բանը թողավ, մարդ դարձավ, մեր նման դարձավ, խեղճ ու տկար, որ մեզի փրկի, քեզի մեծարում ենք, քեզի փառաբանում ենք մեր Աստվածը, որ այդքան օրհնյալ ես, այնքան փառավոր ես, քեզի գովում ենք, քո սուրբ անունդ երկրպագում ենք։ Լուր գիշեր, սուրբ գիշեր, ծովն ու ցամաք քնած են խաղ, մեր փայլում է Աստղը Բեթլեհեմին, և գրավում է շատ աչքեր հետևից, ուր որ փրկիչը ծնվեց, ուր որ փրկիչը ծնվեց։ Լուր գիշեր, սուրբ գիշեր, մի երկահա դաշտի վրա, ռեշտակների անթիվում է երդում, երկցնծության աբետի սերում, Տերը փրկիչը ծնվեց, Տերը փրկիչը ծնվեց։ Լուր գիշեր, սուրբ գիշեր, ով դու երկիր և սարնացիր, քո օրհնությունը դարձվեր թողինին, փառք Աստծոյ բարձրունս երգებ, խաղաղություն աշխարհին, խաղաղություն աշխարհին։ Եկեք առաջի տունը մեկ անգամ երգենք։ Լուր գիշեր, սուրբ գիշեր, ծովն ու ցամաք քնած են խաղ, մեր փայլում է Աստղը Բեթլեհեմին, և գրավում է շատ աչքեր հետևից, ուր որ փրկիչը ծնվեց, ուր որ փրկիչը ծնվեց, ուր որ փրկիչը ծնվեց, ուր որ փրկիչը ծնվեց։ Հալելույա։ Ցնծացեք, Հիսուսն աշխարհ եկավ, փրկիչը մարդոց այցի եկավ, Աստված մարմնում մի հայտ եկավ, հոգու աբետիսը լրացավ, ծնվեցավ քաղաքում Դավիթի, հզոր Տերն է նա դիեզերքին, այս տեսա
ծնվեցիր Հիսուս դու աշխարհ եկար ու այս աշխարհից մեզ դույսի տարա ծնվեցիր Հիսուս դու աշխարհ եկար ու այս աշխարհից մեզ դույսի տարա Սրտերի մեջ ծիրո մեծ Աստված ծնունդը տորհնյալ լինի մեր Հիսուս մեր սրտերի մեջ ծիրո մեծ Աստված հիմա օրհնվիր մեր սրտերի մեջ մեր Սովեն որ Տերը մեր սրտերի մեջ ծնվել է Եկեք պաշտենք, թագավորին, որ իշխում են, մեր սրտերին, Էմանուել, Աստված մեզ հետ, պաշտելի է Հիսուս մեր Տեր, Պարկ Հիսուսին, Պարկ Հիսուսին, Պարկ Հիսուսին, Պարկ ու պատիվ Հիսուսին, երկում ենք Պարկ Հիսուսին, Պարկ Հիսուսին, Պարկ Հիսուսին, Պարկ ու պատիվ Հիսուսին, իշխանենան, խաղաղության, արդարության, խաղաղության, ծնվել են մի մասուրում, ծնվել են մեր սրտերում Պարկ Հիսուսին, Պարկ Հիսուսին, Պարկ Հիսուսին, Պարկ ու պատիվ Հիսուսին, երկում ենք Պարկ Հիսուսին, Պարկ Հիսուսին, Պարկ
լավ երկիր սովրեցնելու եւ իր հոր կամ կատարելու ահա մարդիկ եկեք երկեք Աստծո անունը պարավանենք հաղորդակցության մեջ մտնենք քանզի այսօր ժամանակն է Աստծո անունը պարավանենք, հաղորդակցության մեջ մտնենք, քանզի այսօր ժամանակն է Այստեղ եմ ես Հիսուսն ասած, հանձնվեք ինձ ողջ էության, բացընձի բեռս թեթևեք, նաև իմ լուծը շատ քաղցրեք Այստեղ եմ ես Հիսուսն ասած, հանձնվեք ինձ ողջ էությամբ, բացընձի բեռս թեթևեք, նաև իմ լուծը շատ քաղցրեք Ահա մարդիկ եկեք երկեք, Աստծո անունը պարավանենք, հաղորդակցության մեջ մտնենք Քանզի այսօր ժամանակն է Ապա մարդիկ եկեք երկեք Աստծո անունը պարավանենք Հաղորդակցության մեջ մտնենք Քանզի այսօր ժամանակն է Քանզի այսօր ժամանակն է Քանզի այսօր ժամանակն է Ուրեմն այսօրերում մոտենում է Քրիսմասին եւ առիթ է շնորհավորանքներ փոխանցելու, նվերներ տալու, իրար հանդիպելու ծանոթներին, բարեկամներին, հեռու մոտիկ եւ ողջույնել իրար եւ այդ նոր թարմություն մեր կյանքում առաջ է գալի ամեն հանդիպումներով, հատկապես որ հիշում ենք Տերոջ փառավոր հայտնությունը, որ նա երկնքից իջավ մարդկանց մեջ բնակվելու եւ այդ ամբողջը պատճառ է գոհության, շնորհակալության, փառաբանություններ, որ Տերոջը մատուցվում է, որ է դրաշալի գործ արավ, երբ որ նա երկնքից իջավ, հրեշտակած դասերը ցնծություն, ուրախություն բռնավ, Տերոջը փառաբանում էին Եվ իրավի նրանք ուղղակիորեն չգիտեին ամեն մանրամասն ծրագրերն ինչ է, վստահ տեղյակ էին շատ բաներից, հետաքրքրված էին, բայց երթալով ավելի հետաքրքրվում էին, որ սա ինչ է պատահե եւ ինչ է կատարվում, որ Աստծո որդին երկնքից իջել է, մարմինը ակե, մարդ է դարձել, մարդկային ձևուկերպ է ստացել, մարդկային սահմանափակություններին է ենթարկվել Եվ այդ ամբողջը միջոց էր, որ հրեշտակած դասերը Տերոջ օրհներքեին ու փառաբանեին։ Այսօր ես թեման եմ ձեզ հետ կիսվում։ Ով է մեծ Տիրոջ առաջին, կամ Տերոջ տեսանկյունով ով է մեծ։ Շատ ժամանակ այս աշխարհի ժողովուրդ իրանց համար չափանիշներ ունեն, որ մեկին են ասում մեծ իրանց հատուկ նայվածքներով։ Բայց Աստված էլ մեկին մի նայվածք ունի, որ էնի է ասում ով է մեծ։ Ես երկուսը բոլորովին այս տարբեր են։ Շատ ժամանակ մեր մշակույթը, մեր շրջակայքը, մեր սովորությունները մեծություն հատուկ ձևակերպ է մեկնաբանով, որ մենք այսօր դրանց կնայենք։ Բայց այն որ Աստված է տեսնում, այդ մեզ համար կարևոր է։ Մենք ուզում ենք այն ելնենք, որ Աստված է տեսնում, Աստծո աչքի առաջին։ Մեծ ելնելը ինչպես է, ինչ հատկություններ ունի։ Եվ ինչպես կարող ենք այդպեսի մեկն ելնենք Աստծո ներկայության, ինչ ապրելաձև առաջ բռնենք, որ կարողանանք այդ անձավորություն լինենք, որ Տերը տեսնում է, որ մենք մեծ ենք, կամ իր աչքին սիրված ենք, հարգված ենք, ընդունված ենք։ Թողեք Տերոջ խոսքից մի մաս նայենք այս ուղղությամբ, Հովհաննես մկրտչի կապակցությամբ, համարյա թե Հովհաննես մկրտչի կյանքը այդ կետերն ունի, որ կարող ենք իրանից քաղենք, եւ այդ ապրելաձև աչքի առաջ ունենալով մենք կարող ենք Աստծո աչքի առաջին այդ ընտիրն ու լավագույնն ելնենք։
Թող ոտքի կայնենք իհարկանք Տերոջ խոսքին։ Ղուկաս ավետարան առաջի գլուխ 11-17 համարներն ասում է. Եվ Տերոջ հրեշտակ երևեցավ նրան կանգնած խնգի սեղանի աջ կողմը, այսինքն Զաքարիային, Զաքարիան քահանայապետ էր, գնաց էր Սուրբ Սրբոցը, որպեսզի ամենաբարձրաստիճան քահանա, որ մենակ տարի մեկ անգամ կարող էր տալ Սուրբ Սրբոցը, հրյաների տաճարը, ամենասուրբ տեղը գնաց էր ընդ եւ ընդդեմ ուրեմն աղոթում էր եւ ընդդեմ ասում է եւ Տերոջ հրեշտակը երևեցավ նրան կանգնած խնգի սեղանի աջ կողմին եւ Զաքարիան տեսնելով շփոթվեցավ եւ վախ ընկավ նրա վրա եւ հրեշտակն ասեց նրան. Մի վախենար Զաքարիա, որովհետեւ քո աղոթքը լսվեցավ եւ քո կինը Եղիսաբեթը մի որդի կծնե քեզ եւ նրա անունը Հովանես կդնես։ Ինչքան գեղեցիկ, այդ երեխան որ պետք է ծնվի անունը Հովանես պետք է լինի մանրամասնություն ասում է։ Եվ քեզ ուրախություն եւ ցնծություն կլինի եւ շատերը նրա ծնունդովը կուրախանան, շատերը կուրախանան, որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջին եւ գինի եւ օղի չի խմի եւ դեր իր մոր որովայնիցը Սուրբ Հոգով գլեցվի, ինչքան գեղեցիկ, նախ որ ծնվե Սուրբ Հոգով գլեցվի եւ Իսրայելի որդիներից շատերին կդարձնե դեպի իրենց Տեր Աստվածը եւ ինքն կգա նրա առաջին այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի առաջից գացող մեկը կելնի։ Նրա առաջին Եղիայի հոգով եւ զորությունով է, որ հայրերի սրտերը դեպի որդիքը դարձնե եւ անհնազանդների, արդարների իմաստության մեջ, որ Տերոջ համար բարեկարգ կամ ընտիր ժողովուրդ պատրաստե։ Ուրեմն ով է մեծ Աստծո աչքի առաջին։ Մենք այդտեղում կարդացինք, որ ասում է Տերոջ խոսքը ասում է, որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջին, նա մեծ կլինի Տերոջ աչքի առաջին, ով? Հովանեսը, Հովանես Մկրտիչը։ Հովանես Մկրտիչը ինչու էր Աստծո աչքի առաջին մեծ։ Եվ մենք ինչպես կարող ենք Աստծո առաջին մեծ ելնենք, եւ ինչպես կարող ենք այդ սկզբունքները մեր կյանքում այդպեսի ապրենք, որ Աստծո առաջին հարգված եւ նրան համարյա թե այդ մեծությունը, որ նա ուզում է մեր կյանքում այդպեսի լինի։ Հովանես Մկրտիչը ասում է, երբ որ նա ծնվեց, ասում է նա շատերի համար ուրախության պատճառ կլինի։ Այս շատերի ուրախության պատճառ կլինի, այսինքն Հովանեսը առաջնահերթ Աստծո ընտրությունն էր։ Այսինքն երբ որ Աստված մեկին ընտրում է, նրան այդ պատիվը տալիս է, որ մեծ լինի, այդ կարևոր է։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքին, Աստված Մովսեսին ընտրավ, եւ ասում Մովսեսը ընկերի նման Աստծո հետ խոսում էր։ Ամեն մարդ այդպեսի չէր։ Շատերը կային, Ահարոնը կար, ուրիշները կային, բայց Մովսեսը Աստծո հետ ընկերի նման էր վարվում։ Հեր, որտեղ Աստված իրան ընտրել էր, բացառիկ ընտրություն էր տվել։ Այդ ընտրության հետևանքով Մովսեսը սիրված եւ հարգված էր Աստծո աչքի առաջին։ Ուրիշ ազնվորություն նայենք, Տերոջ խոսքը ասում է Սամվել ընտրվել էր եւ Սամվելի խոսքը մի բառը գետին չընկավ։ Այսինքն ինչ որ խոսում էր, Աստված այդ խոսքը կատարում էր, հաստատում էր։ Որտեւ Աստված Սամվելին ընտրել էր։ Երբ որ Տերը մեկին ընտրում է, այդ ընտրությունը մի հատ կետերից է, որ մեկը կարող է բարձր եւ մեծ լինի Աստծո աչքի առաջին։ Դավիթը այդպես մեկերից էր։ Դավիթի մասին գրված է, որ Աստծո սրտի համեմատ մի մարդ։ Այսինքն մեկ որ Աստծո ուզածն է, Աստծո միտքը հասկանում է, Աստծո զգացումներ հասկանում է, Աստծո քարակտեր կարող է ճանաչի եւ ճանաչում է։ Եվ այդ ձևով այդ առաջնահերթ խնդիրն է, որ կարող է մի հոգի այդ բացառկություն է, Տերը ընտրում է մարդկանց։ Այդ ընտրության հետևանքով նրանց տալիս է մեծություն։ Երկրորդ խնդիրը, որ կարող է մեծության պատճառով լինի, նրանց ծառայությունն է։ Հովանես Մկրտիչը ասում է շատերի ուրախության պատճառը կլինի։ Շատ ժամանակ մարդիկ ուրիշների տխրության պատճառն են ելնում։ Անընդհատ նախանձում են, կռիվի հետևից են, հատկապես այս մեղսալի աշխարհում վնասում է, գողանում է, սպանում է եւ հասարակության համար գլխացավ է։
Պետք է հարյուրավոր կարգադրություններ անեն, ես ինչ իմանամ, դատավոր ելնի, դատաստան կազմեն, ժամեր, դատ վարեն, ինչա մեկ սահմանափակեն, որ ուրիշներին չվնասե։ Հիմա ասում Հովհաննես Մկրտիչը լրիվ օշնություն էր, մարդկանց ուրախության պատճառ կելնի եւ շատերի ուրախության պատճառ կելնի։ Առաջնահերթումի ուրախության պատճառն էր Հովհաննես, որ արդեն ծնվել էր հայրը, մայրը, երկար ժամանակ սպասում էին երեխայի, արդեն հույս էին կտրել, բայց Տերոջ հրաշքով նրանք ունեցան երեխա։ Տեսեք, առաջնահերթ ավետարանը հրաշքի ավետարան է, ավետարանը ամբողջը հրաշքով է սկսում։ Հովհաննես Մկրտիչը հրաշքով է ծնվում, Հիսուսը կույսից ծնվելով հրաշքով է ծնվում, ամբողջ գործերը Աստված մարմնում հայտնվել է հրաշքով է, ամեն ինչ հրաշք է, եւ երբ որ նայում ենք ավետարանը ամբողջ ուղղությունները, բժշկությունները, Տերոջ գործը հրաշք է։ Ուրեմն մեր կյանքում շատ դժվար չտեսնենք հրաշքը։ Երբ դե մի բանի կարիք ունենք, չդիմենք մեր հասկացողությանը, մեր տրամաբանությանը, նայենք մեր Աստծուն, որ հրաշագործ Աստված է, հալելույա։ Նա ամեն ինչ արել է եւ պատրաստել է մեզ համար եւ այդ հավատքով կարող ենք վերցնենք։ Եվ այդ մեր բաժինն է, մեր իրավունքն է, որ այդ ճոխությունը վերցնենք, այդ առատությունը վերցնենք, այդ օրհնությունը վերցնենք։ Հատկապես այս Քրիստմասի օրերում հենց այդպեսի որ մենք իրար նվեր ենք տալի, Աստված ամենաբարձրագույն նվերը մարդկանց տվավ, իր որդու Հիսուս Քրիստոսին նվիրեց, հանձնեց, ուղարկեց, աշխարհը սիրեց, եւ այդ սերը այնքան շատ էր, որ իր որդուն Հիսուսին ուղարկեց, դա ջրաշալի է։ Եվ ըստեղում տեսնում ենք, որ Հովհաննեսի ծնվելը իր հորնմոր ուրախության պատճառ էր, էլ ուրիշներով կարող էին ուրախանային։ Նրանք էին ուրախանում, որ սպասում էին Աստծո փրկարար գործին, որտեղ այդ ժամանակ, որ Հիսուսը ծնվում էր, համարյա հրեաների շատ ուժեղ դղրդում կար, ինչպես որ մոգեր, երբ որ եկան Երուսաղեմ, հարց տվան, ասան, որտեղ է հրեաների թագավոր, որ ծնվել է, շուտ ասան, Բեթլեհեմ քաղաքում պետք է ծնվի։ Արդեն նրանք պատրաստ էին, շատ ժամանակ մտածում էին, որ Դանիալի մարգարության խոսքի համաձայն պետք է Հիսուս հենց այդ ժամանակաշրջաններում արդեն գա։ Եվ այդ ձևով հրեա ազգի ներսը մեծ սպասողություն կար, ինչպես որ Սիմոնը հետո Հիսուսին տեսնելով փոքրիկ Հիսուսին գրկում է եւ ասում է Տեր, ես քո փրկությունը տեսամ, ահա քո ծառային արձակի, որտեղ նրանք սպասում էին։ Ուրեմն Հովհաննես Մկրտիչը, երբ որ ծնվավ, ինչ էր 400 տարի մարգարական խոսքը լռեր էր։ Եթե դուք 5 տակարանի վերջի գիրքը նայեք, որ գիրքն է Մաղաքիա գիրքը 400 տարի Մատթեոս ավետարից առաջագրվել է։ Այդ 400 տարվա ընթացքում լռություն էր եղել, որտեղ միշտ հրեաների ներսը մարգարեներ կայնում էին, Աստծո կողմից պատգամ էին տալի։ Եվ այդ 400 տարվա ընթացքում ոչ մի մարգարե չէր եկել։ Ուրեմն երբ որ Հովհաննես Մկրտիչը ծնվում էր, որտեղ կողքին շատ խոսքեր կար, Զաքարիան տեսիլք էր տեսել Աստծո հրեշտակն էր խոսացել, Գաբրիել հրեշտակի խոստումը կար, ամբողջ այդ խոսակցությունը ժողովրդի համար մատ հույս էր, որ 400 տարի լռությունից հետո ահա Աստված մեջտեղ է եկել։ Ուրեմն նրանք, որ սպասում էին այդ փրկությանը, իրանց համար ուրախ լուր էր, որ արդեն Աստված մեջտեղ է եկել, Աստված իր ծրագրերը մեր ազգի հետ շարունակում է, Աստված մեզ չի մոռացել եւ այդպեսով այդ ուրախության պատճառ էր ամբողջ նրանց համար, որ սպասում էին Տերոջ հայտնությանը եւ նրա փրկությանը։ Ուրեմն այդ խումբն էին ուրախ մեկեր ովեր կային։ Ուրախ մեկեր նրանք էին, որ ծառավ էին արդարության, ծառավ էին մաքրության, սրբության, որտեղ Հովհաննեսի պատգամ ուղղակիորեն նրանց հրավիրում էր մի հատ նոր հեղափոխության, մի հատ զգաստության եւ արթնության համար։ Եվ այդպեսով, երբ որ Հովհաննեսը սկսավ իր ծառայությունը, տարբեր խումբեր եկան, տարբեր մարդիկ եկան։ Այդ էլ եկեղեցի չէին գալի, չէին այդում Երուսաղեմում տաճարը, այլ այդին անապատը, բիաբան տեղը անապատում ընդդում էր բացօթյա տեղեր Հովհաննեսը ժողովանում։ Եվ ծառավները գնում էին եւ դրանք ամբողջ այդ խումբն էին, որ Հովհաննեսի ծնունդով ուրախանում էին։ Եվ հետոները ովեր էին ուրախանում, նրանք որ եկան Մկրտվան, նրանք որ Հովհաննեսի միջոցով կարողացան Հիսուսին հասնեն։
ուրեմն այդ ամբողջ խումբը ուրախություն ուներ, որ Հովանեսի նման մի անձավորություն է եկել։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ կան հասարակության համար գլխացավ են։ Բացի վնաս ու գողություն ու խառիճաղանջություն ու մարդասպանություն ուրիշ բան չեն բերում։ Հիտլերի նման մեկը կարող է միլիոնավոր մարդկանց դժբախտության ու հասարակության խառիճաղանջության պատճառը լինի։ Ինչքան մարդիկ դժբախտացան, ինչքան մարդիկ մեռան, ինչքան զավակներ անհայր ու անմայր դարձան։ Այդ անիծված մեկն է։ Բայց այսպեսի օրհնյալ մեկը, որ իր ամբողջ կյանքը օրհնություն է, ծառայություն է եւ ճշմարտության վկա է։ Եվ այդ ձևով նա շատերի ուրախության պատճառն էր դինում։ Բայց ասում է շատերինը չի ասում ամենին հեր, որտեղ շատերն էլ կային, որ չէին ընդունում Հովանեսի ծառայությունը, չէին ենթարկվում այդ ծառայությանը։ Երբ որ նայում եք Տերոջ խոսքին, տեսնում եք, որ ինչ, երբ որ Հովանեսը քարոզում էր, շատ տեղերից մարդիկ գալիս էին եւ հնազանդում էին, այդպես մկրտվում էին եւ Տերոջ փառք էին տալի։ Շատ ժամանակ մարդիկ եկան ասեն, Հովանես, մենք ինչ անենք, դու Աստծո կողմից ես խոսում, ինչ անենք։ Ասավ, ինչ որ ունեք, երկու շաբիկ ունեք, մեկը տվեք ձեր հարևանին, ինչ որ ուտում եք, կիսվեք ուրիշի հետ, ավել ունեք։ Մաքսավորներ եկան, ասավ, մենք ինչ անենք, ասավ, դուք այդ չափից, որ պետք է առնեք, ավել մի կառնեք, որտեղ մաքսավորները այն ժամանակ իշխանություն ունեին պետության կողմից, ուժ էին ասում մարդկանց։ Եթե մեկը մաքս պետք է տար, tax պետք է տար, եթե պետք է տար, այսինքն 100 դրամ, իրանից ուժով 200 էին առնում, իրանց իշխանությունից օգտվում մի մաս իրանց շահերն էր։ Եվ ընդհանրապես մաքսավորները հարուստ մեկերն էին, ինչպես Զաքեն, որ մաքսավոր էր, թեև ամբողջ տկարություններով, կարճաբոյությունով ու բանով, բայց մեծ հարուստ մեկն էր։ Եվ Տերոջ հանդիպում է, ուրեմն մաքսավորները ասում եք ինչ անեք, ասում չափից ավել մի կառնեք։ Զինվորականները ասում մենք ինչ անենք, Հովանես։ Ասավ դուք էլի ձեր չափից ավել ժողովրդին մի զրկեք եւ ձեր ասած ռոճիկին բավարարվեցեք։ Եւ այդպեսով այդ մարդիկ այդ խումբը սիրով լսում էին եւ ենթարկվում էին Հովանեսին։ Բայց մի ամենը չէին, ովեր Հովանեսին չէին ենթարկվում։ Փարիսեցիները, սադուկեցիները, կրոնական պետերը, մեծերը, նրանք գալիս էին, կայնում էին անապատում, նայում էին, տեսնում հերես մկրտում, դու որտեղից ես եկել։ Եվ այդտեղ ոմանք համոզվում էին, որ այս մարդ Աստծո կողմից սա պատրաստվում էին մկրտության համար, Հովանեսի խոսքն անձամբ շատ խիստ էր։ Ով իժի զավակներ, ով է ձեզ զգուշացրի են գալիք սարսափելի դատաստանից։ Այն կրակներ, որ դժոխքում ալեկոծված է ձեր նման մեղավորներին կլանելու, որ հիմա եկել է կեղծավորությունով ուզում եք մկրտվեք։ Եթե ճշմարիտ չափ աշխարհեք ու ձեր մեղքերից ձեր չքաշեք ու չդառնաք, ձեզ համար հույս չկա։ Եվ իր խոսքը որքան խիստ էր։ Վերջի մասը, որ ասում է, որ Եղիային օքով կգա, ասում է հայրերի սիրտը կդարձնե դեպի որդիները։ Մատ ընտանեկան խառնիճաղանջությունից ասում է ազատվելու խոսք կար Հովանեսի բերանում, որտեղ նրանց մղում էր, որ արդարությունով վարվեն, բայց մի ուրիշ խոսք էլ կար, որ ավելի արմատային էր։ Ավելի շուտ հայրերը ղեկավարներն էին, ազգի ղեկավարներն էին։ Եթե այդ անհնազանդ մարդիկ, որ ասում անհնազանդության, անհնազանդ մեկերին բերում է հնազանդության։ Այսինքն առաջնորդները, ղեկավարները, ապստամբները, նրանք, որ մեծ մասամբ Հիսուսի հետ էլ հետո հակառակում էին։ Հովանեսի խոսքը դա էր, որ այդպես մեկերին բերե դեպի ուղղության, բերե խոնարհության եւ դրա համար Տերոջ խոսքը ասում է, որ շատ փարիսեցիներից եւ սադուկեցիներից եկան մկրտվելու համար։ Արդեն Հովանեսի ծառայությունը էդի էր։ Ղուկաս ավետարանում Տեր Հիսուսը ասում է, որ սադուկեցիներ եւ փարիսեցիները Աստծո կամքը իրանցից անցածրան, այսինքն չենթարկվան Աստծո կամքին։ Շատերը այդպես էին, ապստամբ էին։ Եվ այդ անհնազանդ խումբն էին, որ այդ կորիզային առաջնորդները, որ ամբողջ իրանց հոգսը, իրանց պաշտոնը, իրանց դրությունը եւ իրանց շահերն էր։ Եվ այդտեղ չէին կարող Աստծո աչքի առաջ մեծ ելնեին
Որտեւ այս աշխարհի արժեքներով այո, նրանք մեծ էին, առաջնորդներ էին, բայց Աստծո տեսակետով ամենամերժվածներն էին, դատապարտվածներն էին։ Եվ այդ երբ որ Հովհաննեսի խոսքը Աստծո կողմից էր, որ իժի զավակներ, սատանայի զավակներ, նրանք երևույթապես հարկված էին, պաշտոն ունին, մարդկանցից սիրված էին, բայց Աստծո տեսակետով մերժված էին։ Եվ այդ որ շատ ժամանակ աշխարհը դրանց է հավանում, այդ խումբին հավատնում, որ կեղծավոր են, երևույթապես գիդուններ են, առաջնորդներ են, իրանց համար պայմաններ ունեն, հարուստներ են, ես ինչ անամ, մեծ մեկերն են երևույթապես, բայց ներքնապես դադարք են եւ որևէ արժեք Աստծո աչքի առաջին չունեն։ Հակառակ Հովհաննեսին, որ ամբողջապես նվիրված էր իր Տերոջը եւ ավելի հատկություններ հետո խոսենք։ Տեր Հիսուսը, երբ որ եկավ իր ծառայությանը, երբ որ դիմեցին Հիսուսին, Հիսուսը նույն հարցաքննություններն էին անում։ Տեր Հիսուսն ինչ ասավ։ Ասավ, օքեյ, ես էլ ձեզ այս մի հատ հարց կարծեմ, եթե իմ պատասխան տաք, ես էլ կասեմ, ես ինչ իշխանությունով եմ մկրտում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր կամ մարդկանց կողմից էր։ Այսինքն Հովհաննեսի իշխանությունը Աստծո կողմից էր, Աստված էր Հովհաննես մկրտչին ուղարկի, կամ ինքն իր գլխու էր եկել։ Նրանք մտածան, ասան, խոբ, եթե մենք ասենք Աստծո կողմից է եկել, մեզ հարց կտա, բայց դուք չմկրտվաք։ Եթե ասենք, չէ, Աստծո կողմից չի եկի, շատ ժողովուրդներ Հովհաննեսին հավատում էին որպեսզի մարգարե։ Ստությունով ու կեղծավորությունով ասում ենք չգիտենք։ Հիսուսը ոքե, ես ձեզ չեմ ասի։ Եվ դուք սուտ եք ասում, ես ձեր սուտասան չեմ, բայց ես չեմ ասի, որ ինչ իշխանությունով եմ մկրտում։ Եվ այդ ձևով ցույց էր տալի, որ շատ ժամանակ այդ հрьяաների առաջնորդները այդպեսի ասած նվիրված իրանց գիրքերի ու ցանկություններին Աստծո կամքը այն կողմ էին խփում եւ չէին ենթարկվում այդ կամքին։ Եվ դրա համար Հովհաննեսը մեծ էր, որտեղ ամբողջապես նվիրվել էր այդ կամքին։ Հակառակ նրանց, որ պաշտոնի հետևից ու ամբողջ իրար շահերն էին ուզում, Հովհաննես ոչ մի շահի հետևից չէր։ Տեսեք, երբ որ մենք Մատթեոս ավետարան 2-րդ գլուխը նայում ենք, ասում են մոգեր եկան, ասեն որտեղ է հрьяաների թագավորը, որ եկել եք իրեն պաշտելու։ Այն մանուկը, որ Աստծո կողմից է հрьяաների թագավորն է, պետք է ամեն ուրախանային, Աստված մեզ համար մեծ թագավոր է կարգի, Դավիթի նման մեկը, մեր ազգը կբարձրանա, մենք երջանիկ ենք, մենք բախտավոր կելնենք։ Ինչ այդպեսի ուրախություն բռնեին, Հերոդեսը շփոթվեց եւ ամբողջ Երուսաղեմի ղեկավարները իրար շփոթվեցին։ Ինչու են շփոթվում։ Հեր, որտեղ իրաց պաշտոնը, իրանց դիրքը, իրանց շահերը վնասի էր ենթարկվում։ Հերովդեսը իր ժառանգներն ուներ, որդիներ, պետք է սերունդասերունդ թագավորությունը ժառանգեին։ Հիսուս դեկերը խանգարում է։ Հետոները, ես նույն փարիսեցիները, որ դժվարություն ունեին Հովհաննես մկրտչի հետ, երբ որ Հիսուս Տերը եկավ տրանց սխալները սկսավ իրանց երեսին բերել, նրանք էլ ինչ արեցին, նույն դիրքը։ Ասա, եթե այսպեսին թողնենք, ռոմիները կգան մեր տեղը եւ մեր դիրքը կառնեն մեզանից, մեր աթոռը։ Գիտեք, աշխարհում հիմա աթոռակռիվ է։ Մարդիկ իրանց պաշտոնի համար ամեն ինչ անում են։ Երկրի ղեկավարները շատ ժամանակ արդարության խոսք են խոսում, բայց ներսի աշխարհը ինչ է, իրանց շահերն է, իրանց պաշտոնն է։ Որ խումբը գալիս է իշխանության, տարբեր մեկեր իրանց հակառակում են։ Իրանք են գալի իշխանության այն մի խումբն է հակառակում, հեր, որտեղ ամեն մարդ իր շահերի հետևից է։ Երկրի շահերի հետևից են, մարդկանց շահերի հետևից չեն։ Կեղծավորությունը փարիսեցիների նման ասում են, այո, մարդկանց շահն է, մարդկանց էս կանենք, այն կանենք, այսպեսի լավություն կանենք, բայց ամբողջ իրանց կրպանի շահն է։ Եվ դրա համար աշխարհը իր համար հատուկ մտածելակերպն եւ հատուկ մեկերին է մեզ տեսնում, որ Աստված դրանց մերժում է, Տերը դրանց մեջ չի տեսնում։ Ես շատ մեծերից էլ ուղղակիորեն դժոխքից գլուխ դուրս բերեն։ Բայց Հովհաննեսի նման մեկը, պես մեկ ինչպես նվիրված է իր Տերոջը, իր ծառայությանը։ Ասում նա անապատում էր, մի հասարակ հագուստ ուներ, հասարակ ուտելիք ուներ։ Տեր Հիսուսը, երբ որ Հովհաննես մկրտչի մասին խոսում էր,
ասում դու գնացի կանապատը ում տեսնելու, արդյոք մեկը որ թագավորական զգեստներ ուներ, թագավորական պալատում էր, շատ իշխանության տեր ուներ, շատ համբավ ուներ, աշխարհիկ համբավ ուներ, շատ հարուստ մեկի հետևից գնացիք տեսնելու, այն որ թագավորների հետ կապ ուներ եւ կարող էր տպավորություն թողներ, շատ պրեստիժով մեկն էր, հոգեվորապես կար, այդպեսի էր, բայց մարմնապես ոչ։ Եվ Տերն ասավ այո, գնացեք մատ մարգարեի տեսնիք։ Եվ ես ասեմ ոչ թե մատ մարգարե, բայց կիներից ներսը դրա նման մեկը, դրանից բարձր մեկը չի ծնվե։ Նա ամենաբարձրն է, հալելույա, իշքան հրաշալի էր։ Այդ հարկանքն ու պաշտոնն էր, որ Տերը տալիս էր Հովհաննեսին։ Եվ եթե Տերն այդպեսի ամեն ազնվորության վրա խոսա, դա մեծ է։ Բայց մի խոսք էլ Տերն ասավ։ Ասավ, ով որ Աստծո արքայության ներսն է, Հովհաննեսից էլ մեծ է։ Հասկանալի այսինքն ինչ ասում, մենք Հովհաննեսին նման քաջություն չունենք, Հովհաննեսին նման տպավորիչ ազդեցություն չունենք, նրա նման այդպեսի հանձնված չենք, բայց մեզի մատ պաշտոն է տրված, Աստված մեզ ընտրել է, այդ ընտրության համար մենք Աստծո առաջ սիրվածներ ու հարգվածներ ենք։ Գրվածը Մովսեսը լավ ծառա էր, տունում հավատարիմ ծառա էր, բայց Հիսուսը տան որդի էր։ Տեսեք, մենք դրա համար որ մենք հասկանանք մեր դիրքը ինչ է հեր ենք մենք մեծ պաշտոնի տեր, նայեք Աբրահամի կյանքում, Աբրահամը նախ որ զավակ ունենար, Եղիազարն էր իր տունի ամբողջ տիրապետողը, իր ամբողջ ունեցվածքի, համարյա ասել ժառանգս հենց էսի է, զավակ չունեմ, ժառանգս ամբողջ ժառանգությունս գաստի սրան։ Բայց երբ որ Իսահակը եկավ, ժամ կար, որ ինքը եթա Իսահակին օգնե նրա ամուսնության համար քայլ վերցնե եւ ինքը ենթարկվե Իսահակին, որտեղ Իսահակը տան որդի էր։ Հիմա այսօր էլ նույնն է, մենք էլ այդ որդիներն ենք, որ շատ Աստծո առաջ ընտրվածներ ենք, օծվածներ ենք եւ թանկարժեք ենք։ Հալելույա, այդ մի հատ պաշտոնն է, որ մենք ունենք։ Մնացածները մենք պետք է նվիրվենք, որ այդ մեծությունը տարբեր ասպարեզներում ունենանք, հա։ Ուրեմն Հովհաննես Մկրտիչն ինչ էր, մեկն էր, որ պարզ ու անկեղծ ու նվիրված Տերոջը մի հասարակ կյանք էր ապրում, աշխարհքի շատ զարթեղեներին ու երևույթներին չէր նվիրվում։ Այսօր շատերը կան, որ մեծ եկամուտների տեր են, բայց մի հատ հասարակ կյանք են ապրում։ Բայց իրանց նվերները լավ նվիրում են կարոտյալներին, տարբեր խումբերին, ծառայող մարմիններին։ Եվ դրանք շատ գնահատելի է։ Ամեն մարդ այդպես չի կարող լինի։ Եվ մեկը որ այդ նվիրումն ունի, այդ ծառայությունն ունի, մենք Հովհաննեսից կարող ենք ծառայության դաս սովորենք։ Այդպես են նվիրված, ծառայել, առանց սպասողության։ Հովհաննես ասում է, մի հատ ձայն է, որ անապատում կանչում է, մի ձայն է, ուրիշ բան չի։ Երբ որ իրենց հարց տվան ասան, որ Հովհաննես դու հրաշալի գործեր ես անում, դու ով ես, որ մարգարեներից ես, արդյոք Մեսայան ես, լավ առիթ էր։ Շատերն իրան հարգում էին, շատերն էլ ընդունում էին, շատերն էլ տպավորվել իր ծառայության, այո, ես Մեսայան եմ։ Այսօր կան այս ժամանակաշրջաններում շատերը կայնում են ասում են մենք Քրիստոսն ենք, որ հայտնվել ենք։ Այսինքն իրանց պայմանները, վիճակները իրանց այնպես գրգռում է, որ մտածում են, որ իրանց Քրիստոս են տեսնում։ Բայց Հովհաննես այդ ամբողջ խնդիրները կար, շուրջը լիքն էր, այդ առավելությունները իրանում երևում էր, որ ասեր, այո, ես Քրիստոսն եմ։ Ասավ ես արժանի չեմ դրա կոշիկների կապը բացեմ ու կողպեմ։ Ինչ հրաշալի է։ Այսինքն այդքան նվիրված ու խոնար։ Ուրեմն երրորդ հատկությունը, որ մի հոգի կարող է մեծելի, ինչ է, խոնարհությունն է։ Շատ ժամանակ մարդիկ իրան չեն ճանաչում։ Չափի շատ դպարտ են, բայց երբեք չեն իմանում այդպես է։ Եթե մեկը համարձակվի նա ասի հպարտ ես, կմտածեն իրանց հայհոյում է։ Խոնար մեկը ով է, նայ որ միշտ գլուխը կերը
խելոք է։ Հիմա շատ ժամանակ մենք ասում ենք խոնարհով է, այն որ մենք խելոք մելոք ակի չա խոսում։ Էդիկ խոնար է։ Խոնարհություն դրանցով չի, դրանցով է։ Ասում է մատ էսպանցի իման մեկ Պարսկաստանում էսպանցիներ շատ քսում եկերն են, էսպանցին իր տղային ասավ տղա, իման մեկ գլուխը կերպահի, ցածպահի, ասավ հեր, եթե իմանամ այդ գործը կանեմ, ասավ տեստով գլուխդ կերպահիս մարդիկ քեզ կասեն խոնար ես, այդ մեկ հետը, երկրորդը կարող է գետնից մի բան ճարեցիր, երրորդը շաբիկիդ բարատիկը չի կեղտոտի, հիմա խոնարհությունը մեր մեկնաբանությունով մեկ երն է, որ մեր փոք խելոք են երևում, ոչ, խոնարհություն դրանց կապ չունի։ Խոնարհությունը սրանում է, որ գիտե անձնավորությունը ինքնով է, իր կարողությունները լավ զանազանում է և իր տկարություններն է լավ զանազանում։ Այսինքն գիտե իր թերությունները ինչ է, տկարություններն ինչ է։ Եվ այդ ձևով, երբ որ մի հոգի խոնար է, զանազանում է իր առավելությունները և տկարությունները և դրա փոխարեն ոչ ոքի չի մեղադրում, ոչ ոքի արծի տակ չի բերում, չի ասում դու ես, դու ես, որտեղ ինքն իմանում է իրան շատ թերություններ կա։ Այսինքն իր մատը ուղղած չի մարդկանց դատելու, որտեղ իմանում է ինքն էլ շատ թերությունների տեր է։ Եվ այդ ձևով Հովհաննեսը այդ օրհնյալ մարդն էր, որ այդ խոնարհությունը ուներ, որ ասում է ես Հիսուսի դիմաց արժանի չեմ իր կոշիկների թելը կողպեմ։ Դին ջրաշալի անձնավորությունը, որ կարող է այդ ձևի խոսա։ Ես մատ ձայն եմ։ Մենք որպեսի ծառաներ շատ ժամանակ ծառայում ենք, բեմերում հատկապես հովիվները կայնում են, մարդկանց ուշադրությունը գրաված է իր անձով։ Մի հատ անձնավորություն, ասում է, երբ որ մենք քարոզում ենք, մարդիկ մեզ աստիճաններով տանում են վերև, եւ մենք աթոռիան նստացնում, որ Հիսուսի տեղն է։ Եվ ասում է, այդ տեղից մենք պետք է աստիճաններով ցած գանք եւ փառք տանք Հիսուսին։ Եթե կարողանանք այդ բան անենք, մենք կայնում ենք այն ազնվորությունների կողքին, որ մեծը մեկեր մենք դառնում։ Բայց եթե վերևն ենք մնում, ցույց ենք տալու, որ արժանի չենք մեծության։ Հիմա մեր կյանքի ամեն մասերում մենք շատ ժամանակ տոնում ուզում ենք մեծ ելնենք, բայց այդ մեծությունը ճվճվալով ենք ուզում ելնի, ուժով ենք ուզում ելնի, բարկությունով ենք ուզում մեծությունը ներկայացնենք, մեր հրամաններով ենք ուզում մեծությունը ներկայացնենք, փոխարեն սիրով, ներելով, քաղցրությունով, համեստությունով, համբերությունով և նմուշ ելնելով նրանց համար։ Եվ այդտեղ որ մենք գործնական պետք է տեսնենք, որ ինչպես պետք է խոնարհությունը մեր քարակտերն ելնի, մեր ապրելաձևն ելնի, մեր խոսալու ձևն ելնի։ Երբեմն մեր խոսքերը շատ թույնավոր է, մարդկանց վիրավորում է, թույնավորում է, որոշ ժամանակներ ընտանեկան սովորություններ է, սովորություններ, խոսակցությունը ծաղրանք է, անընդհատ ուրիշներին ծաղրել, արհամարել, ցածացնել եւ այդտեղում կարծես դիմացին ինքը բարձրանում է։ Առանց իմանա, որ այդ ամբողջ խոսակցությունները հպարտությունից խոսում, որ ինքը ցած է, հպարտությունը մարդկանց ցած է քաշում, հպարտությունը մարդկանց կորուստի է քաշում։ Այդ բառերը, որ գալիս է մարդկանց քննադատում է, մեղադրում է, նրանց արհամարում է, նրանց ցած է, աշխատում ցած ցույց տա, էդիկ ցույց է տալի, որ ինքը հոգեպես դժվարություն ունի եւ ինքը ցած է։ Բայց ժամ կա, որ մեր բառերը ուրիշներին մխիթարում է, մեր բառերը ուրիշներին քաջարում է, մեր բառերը ուրիշներին հույս է տալի, մեր ներկայությունը ուրիշների համար օգնություն է, ինչպես Հովհաննեսը շատերի ուրախության պատճառը եղավ։ Մեր կյանքը ուրիշների պետք է ուրախության, քաջալերման, հույսի միջոցներ դառնա։ Ով է ուզում ամեն ասի։ Կարիք ունեք Տերոջի, չէ, Տեր, ես էլ ուզում եմ այդպես ելնեմ։ Եթե այդպես ելնես, այն ժամանակ ասում եմ, ոչ թե մարդը ձեզ կգովե, այլ Աստված ձեզ կգովե։ Ասում մարդի գովասանքը մի բան չի, գովասանքը նա է, որ Աստծո կողմից լինի։ Երբ որ Աստվածը մեկին գովում, թողի մարդիկ արհամարեն։ Բայց երբ որ Աստված չի գովում, թողի ամբողջ աշխարհը գովե, արժեք չունի։
Եվ դրա համար մեր նայվածքը պետք է Աստծո խոսքի վրա ելնի, Աստծո խոսքի արժեքների վրա ելնի։ Եվ դրա համար Տեր Հիսուսը շատ խոնարհության մասին նմուշներ խոսեց։ Ասավ եթե եք մետեղ հանդես է, մի գնացեք ամենաբարձր տեղը նստեք ու ձերքդ նմեջքների տելնի ու հրամանով խոսերով այդպեսի մի վարվեք։ Այլ գնացեք ամեն ցած տեղը նստեք։ Հիմա մի ժամանակ կա որ մենք այդպես մետեղ իմանում ենք դա ցած նստենք մեզ կասեն վերև գնա, մենք չենք ուզում այդպեսի կեղծավորությունով անենք, բայց մեր ներսում, մեր սրտում, հոգում պետք է այդ խոնարհությունը մեզանում ելնի։ Այդ ազնվությունը, այդ նվիրումը մեզանում ելնի։ Եվ երբ որ մենք այդպես ենք, Աստծո առաջին ընտրված կան մեծության համար, վարքով էլ խոնարհություն ունենք, եւ ամեն առավելությունները մեկը մյուսի հետևից գալիս է մեզ բարձրացնում է եւ մենք Աստծո աչքի առաջին թանկարժեք էակներ ենք ելնում։ Եվ այդ ձևով Տերը ուղղակիորեն այդ խոսքն էր խոսում, այդ խոնարհության, ազնվության նվիրումի, այդ կարող Տերը, ամենակալ Տերը, ասում է իրան դադարգեց ծառայի նման արավ, եւ ասավ իմ ծառան էլ իմ հետևից կգա, այսինքն իմ նմուշը կվերցնե, ես ոտք եմ լվացում։ Մենք իշքան կարող ենք այդ Հիսուսի այդ օրինակներն ունենանք, որ պատրաստ ենք մեկին քաջարելու համար, ծառայելու համար, օգնելու համար, ինչ որ կարող ենք ծառայենք։ Երբ որ սկսում ենք այդ ծառայելը ընդունել, մենք Հիսուսի հետքերի տեղը ոտք ենք դնում։ Եվ այդ ժամանակը որ Տերոջ մոտ շատ թանկարժեք ենք։ Եվ Տերն օգնի, որ մենք գործնական քրիստոնյաներ ելնենք։ Մենք օքի ասում որ մենք շատ ժամանակ շատ հասարակ ենք քարոզում, ասում ենք ով որ մի բար դավանի Հիսուսը Տեր է փրկված է։ Շատերը Եսայան ասում որ մարդիկ գալիս են լեզվով Աստծո խոսում են, բայց իրենց սրտերում որևէ հավատ չունեն։ Ուրեմն ասում այդ խոսքը որ մի բառ ասում է շատ դադարգ է։ Եվ դրա համար ոմանք գալիս են ապաշխարում են, նվիրվում են, օքեյ, ապաշխարեցիր։ Այդ ապաշխարության դառն մեղքերի թողությունն է, բայց վաղն ինչ, մյուս օրն ինչ, ինչպես ես ապրելու։ Էլի հետ ես հետում քո անցյալ կյանքի ներսը, ապաշխարություն, այսինքն մի հոգի որ իր մտածելակերպը փոխում է։ Ասում ես միջև սխալի մեթում, ծուրը ճանապարհի մեթում։ Մտածում եմ ես ապրեմ, իմ ուժերով ապրեմ, իմ մտածելակերպով ապրեմ, բայց հիմա տեսել եմ որ Հիսուս Տերն է, պետք է իր խոսքի համաձայն, այն սկզբունքների համաձայն որ Սուրբ Գիրք տալիս է, դրանց համաձայն ապրեմ։ Այսինքն հավատքը գործնական գալիս է, սկսում է ճիշտ քայլելի դիմել։ Եվ թույլ չի տալի աշխարհիկ խնդիրները իրան ղեկավարեն, այլ իր մտքում Տերոջ խոսքի չափանիշները կա եւ Տերոջ խոսքին նվիրված ու ենթարկված է։ Եվ երբ որ մենք այդպես ենք ծառայում, Տեր Հիսուսն ինչ ասավ։ Ասավ որտեղ որ ես կելնեմ, իմ ծառան էլ այնտեղ կելնի։ Օ, ինչքան հրաշալի է։ Եթե դու Տերոջը ծառայում ես առանց սպասողության, առանց սպասել որ ուրիշները քեզ քաջարեն, մեկ նպատակ ունես, Հիսուս այդ փառավոր անունը քո կյանքում փառավորվի։ Զանազանել ես այդ եւ այդ ապրում ես, թողի աշխարհ չտեսի, թողի մարդիկ չտեսնեն, բայց մի հոգի կա քեզ տեսնում է, որ ամենից բարձրն է եւ ամենաթանկարժեքն է, եւ դա Հիսուսն է։